Ալիևը հայտարարում է խաղաղության մասին, հայտարարում է առևտրային հարաբերություններ Հայաստանի հետ ակտիվացնելու մասին, ընդ որում մի կարևոր հանգամանք էլ այստեղ Ալիևը բացում է իր կոմունիկացիաները Ռուսաստանի համար դեպի Հայաստան։ Իսկ մենք երբեմն լսում ենք, որ հասունանում է ռուս-ադրբեջանական ինչ-որ բախում, թե դա արհեստական օրակարգ։ Դա մեր հին թեման է, մենք ձեր հետ ենք շատ զրուցել այս թեմայով, երբ որ Ուկրաինան ավարտվի, հնարավոր է այս կողմը որոշակի սրացում լինի, ի վերջո ռուս քարոզիչների խոսքերն էլ լսեցինք, զայրացանք բնականաբար Սոլովյովի, վերջից հետո Դուգինի, բնականաբար Հայաստանի Հանրապետության անկախությունը քննարկման առարկա չէ եւ ցանկացած ոտնձգություն վերջինիս նկատմամբ լիովին դատապարտելի է ցանկացած նորմալ հայ մարդու կողմից, սա չի քննարկվում, ինքս էլ դատապարտում եմ բնականաբար։ Ենթադրում եմ սենց, որ այս առևտրային շարժը, ինձ թվում է նաև հեղուկ կգազի առումով շուտով շարժ կլինի, նախընտրական էլի լույսի ներքո է, որպեսզի գործող իշխանությունները, որոնք այս պարգևավճարների եւ շատ ու շատ այլ բաների ֆոնին ռեյտինգ կորցնելով մոտենում են հունիսյան ընտրություններին, ի վերջո ինչ որ բան ունենալ տալ, ասենք գազը էժան լցնող վարորդներն ասեն, ահա ի վերջո խաղաղության պտուղները եւ այլն եւ այլն։ Բայց եկեք մեզ նորից ու նորից չխաբենք, ինչպես Ալիևի ցանկությամբ բացվում է այդ ճանապարհը, այնպես էլ 1 րոպեում այդ ճանապարհը կարող է փակվել։ Դա որևէ խնդիր չէ, որովհետև գիտեք, հաճախ իշխանությունները sense են ներկայացնում խաղաղության դարաշրջանը եւ դա դրա պտուղներն են։ Ոչ, սա կլներ պտուղ, եթե ինչ-որ կայուն կապ լիներ, օրինակ Վրաստանի պես։ Վրաստանով կայուն մենք կապ ունենք Ռուսաստանի, Իրանի պես։ Բայց այդտեղ մենք ընդհանրապես ունենք պայմանով բացված որոշակի ճանապարհ, որը կարող է արագորեն փակվել, ինչն է խանգարելու Ալիևին։ Հիմա համեմատեք հələ պաշտոնական Թբիլիսի եւ Բաքվի դիրքորոշումները։ Թբիլիսին հա չի փակի ճանապարհը, չէ՞։ Բայց Բաքուն միանգամից կարող է ասել թշնամական Հայաստան, ռևանշիստներ, հետո հետևն է դնել Արևմտյան Ադրբեջանը փակել։ Բաքուն այնքան խորանում է, որ ձեր ասելը հետնել դժվարանում։ Ինչի է դժվարանում։ Բացարձակ չի դժվարանում, ավելին ասեմ, իրենց ներքին քարոզչամեքենան, իրենց իշխող դեպուտատներ, իրենց ՀԿ-ների իշխանական անդամները եւ այլն շարունակում են լկտի հակահայ քարոզչությունը։ Եկեք ուղղակի մենք այն աստիճան ենք տեսել Ալիևի լկտիությունը, որ հիմա մի պահ ասենց մեղմացնում է, ասում ենք մեղմացում, ասենք 100 միավորից իջել է 95 միավոր հետո, բայց դա նորմալ չի, չէ՞։ Երբ որ բացահայտ քեզ պատերազմով են սպառնում, երբ որ քո տարածքի նկատմամբ բացահայտ նկարտումներ ունեն, երբ որ քո տարածքը սպայն օկուպացրել են եւ չեն ուզում այդ տարածքից դուրս գալ, երբ որ հայերի էթնոսիդ իրականացրեցին Արցախում, երբ որ մեր պատմությունը կեղծում են, մեր մշակութային ժառանգությունը ոչնչացնում են Արցախում, ի վերջո խաղաղություն գնացող պետությունը այդպես չի անում, խաղաղություն գնացող պետությունը ձգտում է լիցքաթափել նաեւ իր հասարակությանը։ Հիմա մենք ադրբեջանական հասարակություն լիցքաթափում տեսնում ենք, իհարկե ոչ։ Գանք էլի կարևորին, այսինքն թրիպը մեր անվտանգային միջավայրի հետ քիչ կապ ունի։ Գիտեք, ինչ որտեղ ճշմարտությունը մեջտեղում է։ Թրիպը դեռևս չձևավորված վերջնական տեսք չստացած պրոյեկտ է։ Այո, ունի։ Թրիպը որպես քաղաքական կառույց մեր։ Այո, ունի, բայց այն տեսքով չունի ինչ որ իշխանական քարոզչիչները եւ կոմունիստներն ասեն, որ ահա վերջ թրիպը եղավ եւ հայ ժողովուրդը հասավ իր խաղաղության հանգրվանին։ Դա այդպես չէ, ել չասած, որ թրիպը կազմված է Տրամպի անձի հետ։ Տրամպի հետ է կապված այս process-ը, Տրամպին մնացել է 2 տարի։ Եվ եթե Տրամպը չեղավ եւ հաջորդը եղավ դեմոկրատը, հիմա մենք տեսնում ենք Տրամպը ինչպես է գրչի մի հատվածով ողջ Բայդենի իրավական ժառանգությունը մաքրում։ Ողջ իրավական ժառանգությունը։ Բա որ հաջորդը եկավ ինչ-որ մի դեմոկրատ, ասեց Տրամպը վատն էր, Տրամպը ագրեսոր էր, Տրամպը պատերազմ էր քարոզում ողջ աշխարհում եւ եւս խաղաղության խորհուրդը ծրի կամ այն փաստացի չգործի եւ թրիպն էլ կասեն Տրամպից եք պայմանավորվեք գնացեք Տրամպից էլ ուզեք։ Շատ վտանգավոր է անձի հետ պայմանավորվածությունը։ Ինքը գայթակղի չէ, որ դու անձի հետ անձամբ ես պայմանավորվում։ Բայց այդ անձը որ չեղավ, քո խնդիրը դառնում է միանգամից շատ բարդ։ Դու պետք է կառույցի հետ պայմանավորվես։ Տեսեք, ՆԱՏՕ-ն, այսինքն Թրամփի հետևում Միացյալ Նահանգներ չեք տեսնում։ Հական Միացյալ Նահանգներ, բայց 2 տարի հետո բա որ Թրամպը չեղավ ու չի լինի Թրամպը, չէ՞։ Միացյալ Նահանգները կլինի, Թրամպը չի լինի։ Միացյալ Նահանգներում եթե եղավ դեմոկրատ առաջնորդ, մենք տեսնում ենք իրենց հարաբերությունները դեմոկրատների հետ։ Դեմոկրատների հետ լավ են, բայց քո թրիպի հետ դեմոկրատները վստահ եմ չեն ուզենա որևէ կապ ունենալ։ Այսինքն մի process իրենք շարունակեն, որը իրենց երթվյալ քաղաքական հակառակորդի անվան ու գործունեության հետ է կապված։ Ես սա շատ լրջորեն կասկածում եմ, էլի որ նման բան կլինի։ Դու պետք է կառույցի հետ հարաբերություններ ունենաս։ Հիմա տեսեք, ՆԱՏՕ-ի անդամ է Ամերիկայի Միացյալ Նահանգները, կառույցն է։
ՆԱՏՕ-ի իր հոդվածներով կա։ Բայց նույն էս Տրամպի այս խաղաղության խորհուրդը Տրամպի անձի շուրջ է, Աստված հեռու տանի, Տրամպը որ վաղը հայտնվեց կոմայի մեջ կամ մահացավ, ի՞նչ ա լինել այս խաղաղության կառույցը։ Գրելանդյան։ Վերականգնել դառնալ է այս խաղաղության կառույցը, ոնց որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պարլամենտների միջև չգիտեմ ինչ խորհուրդ կար, որ միջև հիմա գործում է։ Մեր ինչ է կարծում։ Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները, նոր դեսպանի, Թերանի հետ համաձայնեցված էր, ավելի շուտ կենտրոնական իշխան։ Չի կարող համաձայնեցված չլինել, չի կարող։ Նման բաները պատահական չեն եղել իմ խորին համոզմամբ։ Թերանը Որն է Թերանի փորացավը, այսպես փորացավը հանրահայտ է, իրենք վերջին տարիներին 2018 թվականից սկսած աճող կասկածով էին հետևում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, դե նախկինում սովոր էին 3 նախագահներ, հայտնի չափով ռուսամետ, հիմա եկավ Նիկոլ Փաշինյանը իր արևմտյան կերպարով տեսքով, թեև ստեղ էլ լիքը եթեներ կան, բայց այնուհանդերձ արևմտյան կերպարով տեսքով եւ աճող անհանգստությունը, որ Պաշտոնական Թերանի մոտ կար 2018 թվականից սկսված, 2020 թվականի Սուլեյմանի սպանություն, դրան հաջորդած անհաջողությունները եւ անցած տարվա այդ ծանր պատերազմը, որը Թերանին մեծ կորուստներ արժեցավ, ի վերջո բերում են նրան, որ այդ անհանգստությունը այն արևելյան ողջ դիվանագիտական զսպվածությամբ հանդերձ մեջտեղ են բերում, որ ասում են այսպես բան մի արեք, բայց դե մյուս կողմից էլ Հայաստանի Հանրապետությունն էլ ինքնիշխան պետություն է, ժողովրդավարական արժեքներ գոնե հայտարարում է եւ չի կարող մարդկանց արգելել, հավաքանել, բայց դե մյուս կողմից էլ մենք տեսանք, չէ, որ բազում Իրանի քաղաքացիները ասացին, որ իրենց ԱԱԾ-ից կանչել են, զգուշացրել են, ոստիկանությունը իրենց հետ աշխատում է, արգելում է եւ այլ եւ այլ։ Իրանի խնդիրը շատ բարդ է։ Իրանը ընկել է քաղաքակրթական ճգնաժամի մեջ եւ ինքը որ ուղղությամբ է գնա բարդ է։ Դիմադրի ճգնաժամը օրորի ավելի է խորանում, որովհետեւ արժեքաբանական առումով սերունդ է փոխվում Իրանում։ Ես սա բազմիցս եմ ասել եւ այդ մարդիկ չեն ուզում ապրել միջազգային մի միջավայրում, որտեղ միջնադարյան շիա իրավական մեխանիզմներն են կարգավորում իրենց կյանքը։ Հա, բայց մյուս կողմից էլ այդ պետության մեջ շիիզմը եւ այդ շարիաթական կարգավորումներն այնքան խորն են մտած, որ եթե դա հանես, կարծես մարդու միջից կմախքը հանես, արդյոք այդ պետությունը կլինի, թե ուղղակի կփլզվի ու կգնա։ Նույն խորհրդային միության իդեպ խնդիրն է, շարունակելը վատ է, կանգնելն էլ խնդիրները։ Չինացիք կարողացան 90-ականների սկզբին որոշակի մանևրելով լուծել այս խնդիրը, sense կամաց իրենց պետությունը կոմունիստականից տանելով դեպի կապիտալիստական։ Կամաց չէ, միանգամից էլ տարան, ազատականացրեցին տնտեսությունը եւ հիմա չէ, դե ամեն դեպքում եթե մեկ կուսակցական համակարգ է եւ ըստ էության դասական իմաստով ժողովրդավարություն չկա, եկեք տնտեսության ազատականացման մասին չխոսենք։ Ուղղակի կոմունիստական կուսակցությունը թույլ է տալիս որոշակի բաներ շատ զգուշորեն, բայց տենց ինչքան երկար կարող է շարունակվել։ Տնտեսություններից մեկը դարձան, ճիշտ է։ Այո, դարձան, բայց նորից բայցեր կան։ Իմ խորին համոզմամբ հզոր տնտեսությունը չի կարող առանց ժողովրդավարության դինել, իսկ Չինաստանում այնուհանդերձ չկա ժողովրդավարություն։ Համաձայն եմ եւ վերջինը հնդկական հրթիռները կարևոր ձեռքբերում են մեզ։ Իհարկե կարևոր են, սա չի քննարկվում, ընդ որում ես երևի թե կարող եմ պնդել, որ սրանից առաջ էին եկել եւ հետո էլ կգան, ուղղակի այս պարտիան կարծես հնդիկները հանրային դարձրեցին, դե ոչինչ, հիմա իրանք էլ իրենց խնդիրներն են լուծում։ Ընդ որում այդ հանրայնացումը մեր համար էլ մեծ հաշվով վատ չի։ Այսինքն հանրայնացումը իր պլյուսներն է, մինուսներն է ունի։ Հիմա լավն եղավ, որ Ադրբեջանը տեսավ, որ սա ունես։ Այսինքն քո վրա հարձակվելուց մի քիչ ավելի երկար կմտածի, դե վատն էլ եղավ, որ իմացավ, որ ունես, այսինքն եթե հարձակվեց ավելի հզոր կարողացի։ Հիմա թաքցնելը, զենք ունենալը, պահելը թաքցնելը։ Չէ, գիտեք, դա հակասական է, իր պլյուսները եւ մինուսներն ունի։ Ես սա բազմիցս եմ ասել։ Թաքցնելը հակառակորդ ավելի լկտի է քո վրա գալի, բայց դու իրեն ավելի մեծ ես ցավացնում, բայց ամեն դեպքում ինքը եկավ քո վրա։ Բայց որ ունեսել գալու հավանականությունը կանխվում է ավելի շատ, բայց դե մյուս կողմից եթե որոշեց գալ, ավելի պատրաստված է գալի։ Երկու ինչ որտեղ մեջտեղում պետք է ամեն ինչը բռնել, ընդհանրապես անկասկած լավ է։ Ուղղակի ես նորից ու նորից ասում եմ, այս անգամ էլ չեմ հոգնի ասել, զենք առնելը դա լավ է, դա պետք է, դա անհրաժեշտ է, բայց դու պետք է քո պետության ռազմավարչական համակարգը գցես ավելի էֆեկտիվ արդյունավետ ճանապարհների վրա։ Կառավարման որակ, բանակային ուսուցում։ Հիմա մենք մեր մոտ մեր երկրում ինչ ենք տեսնում։ Ի վերջո հասարակության ամրության խնդիրը կա, հասարակության այս ատելության մթնոլորտը որ կա, սա էլ է, չէ, պատերազմի ժամանակ մեր դեմ խաղալու ցավոք։ Այսինքն մեր հասարակությունը շատ խոցելի է, մեր ռազմավարչական համակարգը այս պահին խոցելի է։
լավ զենքը գիտեք որն է, ոնց որ մեկին տաս մի հատ բարդ տեխնիկա, բայց չսովորեցնես իրան աշխատել այդ տեխնիկայով, ինքը մեկ պարզ ֆունկցիան մենակ իրականացնի։ Ոչ, չի կարելի, պետք է դու լիարժեք տիրապետ ես։ Հուսով եմ պաշտպանության նախարարության պատասխանատուները այս հարցով մտահոգված են։